Կամ ոստիկանության լրատվական Չեք թողում ներս մտնեք ու նախագահի տեսնողին։ Մենք չենք կարող։ Դուրը զմրսեցիք բանալիով, ինձ շատ հետաքրքիր է, ինչ հաշվարկի կա, որ այդպես դուրը բանալիով զմրսեցիք։ Այստեղ արդեն խորը կասկածներ են, չէ՞ առաջանում։ Այսինքն սա է, էլի էս Հայաստանի Հանրապետության այս իշխանության թույլ տվեք շեշտեմ վերաբերմունքը։ Շատ լավ։ Ամեն ինչ արձանագրված է, մենք խնդիր չունենք։ Ուրեմն սա 8-րդ դպրոցներ, հարգելի հետևորդներ, Գյումրու, որտեղ նույնիսկ հիմա հնարավորություն չունենք, չեն թողնում ֆիքսենք, որ ընտրատեղամասն է, ահա, 18, հա, ներողություն, 18-րդ դպրոցներ, իդեպ այստեղ ընտրողների թվաքանակը բավականին շատ է, մեզ այդպես ասացին, տեղեկացրեցին, ավելին մեզ մեր հետևորդներից մեկը խնդրեց հենց այստեղ գալ, թե ինչու, ըստ երևույթին նա ահազանգում էր, ինչ որ խնդիր կար, հիմա մենք եկել ենք եւ մեզ ընդհանրապես թույլ չեն տալիս ներս մտնելու, ընդ որում մենք արդեն 2 ընտրատեղամասումներ կա գտնվեցինք, հաշվարկին, 2 ընտրատեղամասի նախագահներն էլ բոլորովին դեմ չեղան, ու չգիտես ինչու, այստեղ հենց ոստիկաններն են, նույնիսկ դուռը անմիջապես զմրսեցին ու մեզ թույլ չեն տալիս։ Ավելին մեզ առաջարկում են դիմել ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետին, թե նա ինչ կապ ունի այսօր ընտրատեղամասի այս իրավիճակից մենք չհասկացանք, այսքանը։ Թողնում ենք ձեզ, սիրելի քաղաքացիներ, հետևությունները, թողնում ենք ձեզ։ Խնդրեմ, ոստիկանները նույնիսկ հեռացան, այսպես ասած լայաղել չեն անում, հա, մեզ հետ խոսելու, դուռը զմրսեցին ու գնացին։ Հիմա ու պարզապես մեզ շատ հետաքրքիր է, թե ներսը ինչ է կատարվում, ինչ հաշվարկ է ընթանում, վստահված անձանցից ովքեր կան ներսում, ովքեր չկան, երևի թե մնում է սպասել հասկանալու համար։ Այսքանը։